ունենք ծրագիր, լիարժեք ծրագիրը ոչ թե կաբինետում գրած է, սաղ ոլորտի ժողովրդի հետ քննարկած է, խնդիրը պրոբլեմը եւ դրա լուծումը, ունենք լավ թիմ, համախմբված են շատ խելացի բանիմաց մարդիկ, նրանք պաշտոն չեն ուզում, նրանք ասում են մենք չենք եկել պաշտոնի համար, մենք եկել ենք մեր պետության համար, մանդատ չեն ուզել որ գրեմ, մենք մանդատ չենք ուզում, մենք արդյունք ենք ուզում ենք մեր երեխաները կարողանանք վստահ լինենք, ապահով երկրում բարեկեցիկ կյանքով ապրեն։ Իմ ուզածը նորից նույնն է, որ ես ուզում եմ մեր երեխեքը ապահով երկրում ապրեն, դա հնարավոր է։ Պետք է լինի երաշխավորություն, Բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք։ Դա հնարավոր է։ Բոլորս միասին ընտրություն պետք է կատարենք։ Ջորջան, էդ էլ գիտեմ, այսօր նկարում են, նայում են, վաղը կանչելու են։ Ես ասենք թե այսօր ասացի, որ Աբովյանում պարեկներին, ասենք թե պարեկը, ընդասում են, Սարգսյանից որ պարեկ չասեց, պարեկ այս ոչ է, պարետ ասել։ Ադե ցավը տանեմ, մարդը խոսում է, ստորակետա ինչ է, հիմքը դա չի, ասել են պարեկ, հանել են, որ հերը իմ թիմակիցն է, հերը իմ հետ աշխատում, աները իմ հետ աշխատում, կամ աղբեր ինձ գործից հանում են։ Հաստատ ես ասում, որ լրագրողներ կան, թող գնան հատատ հարցնեն։ Սենց երկիր չեն կառուցում, վախիմը, այսօր հիմա նկարել են, կանչել են, տղուն կանչել են, այս խեք գնացե ընդեղ, ածեր ցավը տանեմ, դուք ասում եք դեմոկրատիա, ղեկավարը մեր ժողովուրդն է, իմ ժողովրդի ցավը տանեմ, երբ ուզեն, ժողովուրդը չուզեն ես կգնամ, դե ցավը տանեմ, այդ դադար խոսքեր մի ավարտած։ Պետք է դուք լիարժեք ուսումնասիրեք, լսեք, մարդ կա խոսում է, միլիոններից կառավարելուց, թոշակներ 200,000 կսարքեմ, այս այ աշխատավոր, ցավը տանեմ, այսօր մենք ինչ ունենք, նրա իման վրա պետք է զարգացնենք, պետք է տնտեսություն զարգացնենք, պետք է գյուղնախարարություն բացենք, պայմաններ ստեղծենք, գումարներ տրամադրենք, որ մարդիկ աշխատեն, շարժ լինի, աղքատ ժողովրդի մեջ հզոր պետություն չի կարող լինի։ Մարդու մատից պետք է փուշ անես, հնարավորություն տաս, վարկերը ներում շնորհիվ մինչև 3 միլիոն, առողջապահությունը պետք է անվճար լինի, ուսումը անվճար պետք է լինի, կազմակերպեն եւ թոշակներ ինչ որ 10,000 դրամ ավելացնելով չէին ավելացնում, ասում են թոշակառուն 10,000-ն ինչ անում, ընտրություն է, անցյալին 10,000 ավելացնում ենք։ Եղբայր ջան, այսօր ավելացնում ես, դու պարտավոր ես ժողովրդի թոշակը զամբյուղի հետ, ներքին զամբյուղի հետ համապատասխան լինի։ Այսօր մարդը ներքին զամբյուղը ինչքան է կազմում, 78,000, դե շարքեք 78,000, որ մարդը ֆոկուսչիկ չի, որ ասենք թե այդքան գումարը չի համապատասխանում, մարդը կարողանա գազի փող տա, հոսանքի փող տա, գույքը արտա, սնվի, հագնվի, ապրի։ Դա ասենք թե պետք է մեր ասածը մյուսին համապատասխան, չեք կարող ղեկավարեք։ Ձեր ցավը տանեմ, գնացեք, ձեր պատճառով մի ամբողջ ժողովուրդ իրավունք չունի տուժելու, հեղինակազրկվելու։ Պարզ բոլոր ներկայությամբ ասում եմ։ Մեկը կա, թող ինձ հակառակապացի, ասեմ հալալա քեզ։ Շատ բան կա ասելու ժողովուրդ, ես ասենք թե ոչ թե անգիր եմ արել, ոչ թե Հարվարդ եմ ավարտել, այլ կյանքի դպրոց եմ ավարտել։ Անգիր գիտեմ, այսօրվա այս օրին, իհարկե ես էլ եմ մեղավոր, որ նույն Նիկոլ Փաշինյանի համար հրապարակում գնացել ձայն եմ տոյին դեպքում, հավատացել եմ, բայց այսօր ոնց տվել են գնացել պետք է փոխենք, ձեր ցավը տանեմ, այդ է իմ ասածը, այո։ Ամենակարևորը Ջորջան, իմացեք կաննարի ոչինչ բան չկա, ամեն ինչ է լուծելի է։ Միայն պետք են ճիշտ մասնագետներ, ճիշտ մարդիկ եւ կուսակցական պատկանելությունը պետք է կապ չունենա։ Կապ պետք է ունենա մարդու գիտելիքը, մարդու փորձը, մարդու աշխատանքը, մարդու հարգանքը։ Այդ ժամանակ ամեն ինչ իր տեղում կլինի։ Պետք է այնպիսի մարդ լինի, որ կարողանա կազմակերպի, դնի, արդյունքը զգա։ Ոնց որ ասենք մասնավոր մարդը մի գործ ձեռնարկում է, պետք է արդյունավետ լինի։ Ոչ թե վարկ վեկալի գործը ձեռնարկի, մինուս գնա։ Այլ հակառակը պետք է կազմակերպի, ինչ ունենք, ինչ կարանք անենք, ինչի պահանջարկ կա աշխարհում եք, որ դնի, զարգացնի, տարեկան էլ 10-ից 12% տնտեսական աճ լինի, ամեն աճի դեպքում 25 միլիարդ գումար ավելանում է, 12% 300 միլիարդ,
300 միլիարդից կարա տարեկան թոշակները ավելացնի, ասենք թե 20 միլիարդ տա, ասենք թե թոշակառուներին 5 միլիարդ ուսանողին, 10 միլիարդ մշակույթին, արվեստին, գյուղատնտեսությանը, այսօր գյուղացի սահմանի վրա սահման պահող բարիք ստեղծող մարդ է։ Եթե մարդը սեմ չունի, տեխնիկա չունի, պարարտանյութ չունի, ո՞նց անի։ Ապտի տաս գյուղացուն, հոսանքն էլ կեսգին պետք է լինի, գազն էլ լինի, գույքարկել էլ պետք է չլինի, որ մարդը ամեն ինչից կտրված իր ասենք տարածքում բերք ու բարիք է ստեղծում։ Գյուղացին բերք ու բարիք ստեղծող սահման պահող է։ Թող մեկը ինձ ասի տենց չի։ Ծառուկյանը այն տարի մեջ այդ առը բաց թողեց։ Ծառուկյանը պետք է բարեք ասեր, բարեք եմ ասել այդ ծառուկյանը։ Կամ Ծառուկյանը 3 գույնանի սարոշկա է հագնում։ Ծառուկյանի տղեն Բելարուսիայում է, բերել, արա գնացեք դուք մեր գերիներին բերեք, ամոթա, խայտարակ ենք լինեմ, խաղաղություն եք բերել, բայց գերիները այսօր մեր գեներալներն ու նախագահները ընդեղ նստած են, ինչ խաղաղության մասին կարող խոսել։ Դա շանտաժի միջոց է, ես քեզ ասեմ, չկա։ Խաղաղությունը նա է, որ Ալիևը կես բերան ասի, Ժորժ ջան, ինչ եղել է անցած լինի, մենք էլ ենք կորցրել, դուք էլ եք կորցրել, սրանց հետո մենք բարեկամաբար զարգացնենք, թող մի հատ տես բառ ասի։ Անընդհատ շանտաժ, հիմա Երևանն էլ Երևան են ուզում ասեն, ախպեր Երևանը եղել է մնալու է, չի, կամ Սևանը, որ արևմտյան պետք է Ադրբեջան սարքեն, շատ բաներ կա, Ժողովուրդ ջան, ես չեմ պատկերացնում ու չեմ էլ պատկերացել, որ կարող է իշխանությունը, մեր իշխանություններից լինի, որ ռիսկ չանեն, ոչ Մասիսին նայեն, ոչ ցեղասպանությունից խոսեն, ոչ էլ Արցախից խոսեն, դա մեզ ամոթ է, ազգովի ամոթ է։ Ասեն բացարձակ բարձր ասում եմ, հարց չկա, թող պատասխանեն, թող ասեն։ Ինչքան զուսպ է մնացել։ Շատ ճակետները չեն բացել, այլ լիարժեք զբաղվել ենք մեր քարոզությամբ, իմ սկզբունքն եղել, իմ թիմակիցներն եմ ասել, որ համեստություն ցեղ շպրտել չկա, ժողովուրդը հոգնել է, չի ուզում այդ հայոյանքը, ցեղ շպրտել, մեկը մեկին վարկաբեկել, վիրավորել, բայց ես իմ տեղը նստած փորձում են էլի ասել, բայց ես էլի իմ բարձունքից չեմ իջնում, ասենք թույլ չեմ տալի, որ ասենք թե իմ բարձունքից չեմ պատասխանեմ։ Հիմնական ամեն մարդը գիտի գնահատականն էլ պատասխանել, այլ թող իրենց արածների պատասխանը տա, որ ժողովուրդը հավատալով, մի մարդու պես կանգնելով, սպասելով փոփոխության, բայց այն էլ ավելի վատ է եղել, ու ավելի վատ լինելու է,